Վերադարձանք տաղավար, գեղեցկուն էլ վերադարձեցինք տաղավար։ Դե հա, աշխատանքային ժամ է։ Հա, ասացինք ասպետին, որ մի քիչ էլ սպասի, մինչև ժամը 11:30 պետք է աշխատենք, այդպես է մեր աշխատանքային գրաֆիկը։ Եվ նաև աշխատանքային գրաֆիկից, քանի որ խոսեցինք, ճիշտ ժամանակն է, որպեսզի գնանք մեր ամենահամեղ անկյունը։ Հատկապես որ այսօր Հյուրեր ունենք։ Կարևոր հյուրեր ունենք, որոնք որ շատ համեղ բաներ են մեզ խոստացել, որ պետք է պատրաստեն։ Շտապենք արդեն նրանց ներկայացնենք, մեր տաղավարում են բլոգերներ, լուսանկարիչներ Հարուսիկ Մարկոսյանը եւ Արշակ Կոստանդյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ, բարև։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մենք ենք շնորհակալ մեր առավոտը տարբերվող դարձնելու համար։ Սիրով։ Ինչ լավ է, որ ձեզ մոտ էլ է տրամադրությունը շատ բարձր։ Այսօր դե ծիծաղի նաև միջազգային օրն է, ապրիլի 1-ը, արդյոք սիրում եք այս օրը, թե չէ։ Տոնի հետ կապված ինչ-որ հետաքրքիր հուշեր ունենք, թե չունենք։ Առհասարակ սիրում ենք ուրախ ապրել, դրական էմոցիաներով լցնել մեր օրը, դրա համար ապրիլի 1-ն էլ ոնց որ մեր տոնը լինի։ Հրաշալի, դրական ինչ-որ բան եք պատրաստվում, որ կարծես թե պատրաստել։ Եվ վստահ եմ շատ համեղ արդեն։ Այսօր պատրաստելու ենք բրուսկետա թունայի ձկով եւ թարմացնող աղցան, Արշակի հեղինակային աղցանը, դու ներկայացրու։ Առավոտյան թարմություն։ Հեղինակային Առավոտյան թարմություն։ Այո։ Հիանալի։ Շատ լավ, ինչ է մեզ դրա համար հարկավոր։ Սկսենք երևի թե թունայի ֆիլեից, մեզ հարկավոր է լինելու թունայի ֆիլե, այս աղցանի մեջ, թունայի ֆիլե, լայմի հյութ, սամիտ, բրուսկետայի կներեք, հա, լայմ, սամիտ և ձիթապտղի ձետ, այլ բաներ սրա մեջ չի մտնում, մյուս աղցանի մեջ պետք է լինելու թարմ սպանաղ, վարունգ, լայմ և ամենակարևորներից մեկը կարմիր կողք, որը որ կօգտագործվի մեր աղցաների մեջ։ Ասում էի, չէ, համեղ է լինելու։ Այո։ Դե սկսենք, պետք է սկսել։ Դուք կարող եք արդեն սկսել ձեր կարևոր աշխատանքը։ Հագել ենք ձեռնոցները, Կարում եք պատրաստ։ Ապրեք։ Վերցնում ենք դանակ։ Մեծ թե փոքր։ Տարբերություն չկա մի բան։ Իսկ խոհանոցում հաճախ եք երկուսով լինում տանը։ Երկուսով։ Ես խոհանոցում նույնքան հաճախ եմ լինում, որքան հանրայինում։ Իսկ ով է պատրաստում երեխաների համար, Արուսիկ։ Երեխաների համար մեր թանկագին տատիկն է պատրաստում, հիմա եթերը նայում է, բարևենք, մամջան, պրիվետ։ Բարի լույս եւ շնորհակալություն։ Այո, եւ շնորհակալություն։ Ու ես էլ եմ լինում խոհանոցում, օգնում եմ Արշակին, մայրիկիս։ Բայց այնինչ կապված է նորությունների, հետաքրքիր ինչ-որ բաղադրատոմսերի հետ, վստահված է Արշակին։ Այո։ Պարուսիկը ուղղակի նույնքան հաճախ է լինում մեր խոհանոցում, ինչքան որ հանրայինում է լինում, դրա Ես ասեցի, դրա համար քննարկում ենք, ասում եմ Արշակ ջան, սաղ վերցնում ես քո վրա, դու ես եթերը տանում, որովհետև Բայց Արշակ, ինչպես ստացվեց, այդպես դասավորվեց կյանքը, որ դու հաճախ ես հայտնվում խոհանոցում, թե սեր միշտ եղել է դեպի Չէ, միշտ եղել է, անգամ փոքր ժամանակ մտածել եմ, որ ես պետքա խոհարար դառնամ ու տանն էլ միշտ պատրաստում եմ, սիրում եմ պատրաստել, սիրում եմ համով բաներ ուտել միշտ, ինձ թվում է բոլոր մարդիկ էլ սիրում են, բայց հիմա ավելի շատ սիրում եմ համ համով լինի, համ էլ առողջ լինի սնունդը։ Իսկ գեղեցիկ է Արշակ։ Ինչ։ Նաև գեղեցիկ։ Գեղեցիկը այդքան ճիշտն ասած կապ չունի, ավելի շատ Լուսանկարչի աչքը բա ուր մնաց այս դեպքում։ լուսանկարչի աչքը մնաց արդեն։ Աշխատավայրում, հա։ խոհանոցում լուսանկարչական ոչ մի Ընթացիկ ասեմ, որ մենք բրուսկետաների հացը տաքացնում ենք, շատ սենց խրթխրթան էֆեկտ ստանալու համար, կարող ենք ավելացնել ձեթով անել, կարող ենք առանց ձեթի անել, ես հիմա կընտրեմ առանց ձեթի տարբերակը։ Շատ լավ։ Դու ինչ ես անում։ Տրորեցի Ես ձուկը։ պատրաստում եմ թունայի ֆիլեն տրորում ենք, մանրացնում ենք, ինքը շատ մանր պետք է լինի, շատ կարևոր է օգտագործել հենց ֆիլեն, ոչ թե արդեն այս վիճակում տապակվածը, քանի որ կա նաև այս վիճակում կոնսերվան, հա, որ արդեն այս տեսքն ունի, դա ինքը ավելի շատ սենց ջրիկ է լինում ու դրա համար մենք օգտագործում ենք միայն ֆիլեն, որ նախ եւ առաջ ինքնուրույն անենք այս ամեն ինչը ու երկրորդը ինքը շատ սենց ջրիկ տեսք չունենա, այսինքն ավելի շատ սենց ինքը ձիգ թարմ լինի, էլի։ Կես լայմ ավելացրեցի։ Կես լայմ ավելացրեցի սրա վրա, մեզ պետք է լինելու սոխ։ Բայց լավ, ոնց եք համատեղում։ Սոխը քիչ ենք անում։ Ինչքան որ պետք է։ Հա։ Կարևորը համն է այստեղ։ Համատեղելը իրականում մեր գործի բերումով մենք շատ հաճախ սնվում ենք դրսում։
Այո։ Դրա պատճառով էլ մենք շատ խոհանոցում չենք լինում, բայց նաև հետաքրքիր ինչ-որ գաղափարներով ենք լցնում դրսում սնվելուց ու փորձում ենք հետաքրքիր բաները բերել տուն նաև։ Դե դրսում սնվելուց էլ չէ, շատ բաներ սովորում ենք նաև, ինչ-որ համեղ բաների ոնց է լինի մեկ է Սենց ֆիքսում ենք, ասում ենք, կարելի է սա կիրառել, այո։ Ինչ է սրա եղածի, ախր մի երկու adres կգնանք տուն Արշակ ջան, Իսկ երեխաները ինչ նախասիրություններ ունեն։ Ինչ են Ինչպես սիրում բոլոր ուտել։ երեխաները ոչ մի նախասիրություն չունեն հիմա տուն ուտելու։ Իրանք ավելի շատ, ես միշտ ասում եմ, մեր երեխաները ոնց ասեմ, սուպերմարկետի սոված են։ Իրանք ուզում են ամեն ինչ որ սուպերմարկետից է սիրում փաթեթավորված, բայց ոչ տնական սարքած են, որ սենց սարքում են, չէ։ Իրանք նախընտրում են այդ։ Ես էլ չգիտեմ, ես էլ։ Դե ոչինչ, Մեկ էլ դրանք պիցա երեխա են սիրում բնականաբար, ինչպես ինձ թվում է բոլոր Իսկ բալիկները։ ձեր ցանկում չկա պիցա, մենյուում չկա։ Այսօր Անպայման կա։ նկատի ունեմ։ Չէ, այսօր չէ, Այսօր երեք Արհեսերեք մենք աշխատում ենք այսպես, գոնե այն սնունդը, որը մի քիչ վնասակար է, թողնում ենք շաբաթ-կիրակի օրերին։ Երկու շաբթից ուրբաթ փորձում ենք առողջանալ։ Շաբաթ-կիրակի երեխաները ուրախանում են, պիցա են ուտելու։ Ինձ դուր եկավ այդ գրաֆիկը, մենք էլ կարող ենք օգտագործել։ Երկու շաբթից ուրբաթ աշխատանքային օրերին սնվում ենք առողջ, հանգստյան օրերին սնվում ենք ոնց կարող ենք, ոնց ուզում ենք։ Եվ ինչ սիրտներն ուզում են։ Այո։ Բայց գալով օրվա խորհրդին նաև անակնկալներ իրար փորձում եք մատուցել այսօրը, որ օր ավելի թեթև, մի փոքր ավելի ծիծաղելի սկսվի ու այդ տրամադրությամբ շարունակվի։ Ոչ միայն այսօր, ամեն օր փորձում ենք լինի շատ անակնկալներով լի օրը մեր, Մեր մոտ ամեն օր ապրիլի 1-ը ուղղակի։ անպայման լցնում ենք տունը ծիծաղով, երգերով, պարերով ու փորձում ենք այդ նոտան փոխանցել նաև մեր հետևորդներին։ Իդեպ, եթե թույլ տաք, ողջունեմ նաև իմ սիրելի հետևորդներին, հիմա դիտում են առավոտյան նշել եմ, որ հեսա գնում եմ եթեր, բոլորը արթնացած սպասում են, որ ես պետք է լինեմ եթերում։ Կարծես թե ինչ-որ տենց լուրջ բան էի պատրաստելու։ Բայց շատ լուրջ բան եք պատրաստում ու շատ լավ եք պատրաստում։ Բայց երբեմն ինձ թվում է, որ բախումներ լինում են ամեն դեպքում։ Խոհանոցում Արուսիկ, այս ուր ես դրել, դանակը ուր է, այն իմ սուր, սրած, այն օրն էի բերել ախրսել, կամ Արշակ, ինչի ես իր տեղը չես դրում, օգտագործում ես։ Այն դեպքում Մեր մոտ դա ես հակառակ է լինում ուղղակի ինչ որ ասում եք։ ես ուղղակի չեմ գտնում իրանց տեղափոխածը։ Այս ուր եք դրել, այս տեղ եք տեղափոխել, այդ ամեր բախումը լինում հիմա։ Բայց որպեսզի թյուր կարծիք չլինի, մեր հեռուստադիտողներին ասենք, որ Արշակն ու Արուսիկը շատ համերաշխ զույգ են եւ դա երևում է նաեւ նրանց հատկապես Արուսիկի Instagram-ից, որովհետեւ օրինակ վերջերս ես մի հոլովակ էի տեսել քո մոտ, ավելի ճիշտ երկուսիդ մոտ էլ կար արդեն այդ հոլովակը, երբ տանը հենց հյուրասենյակի կենտրոնում որոշել եք կավով ինչ որ իրեր պատրաստել ու նյարդերից թույլ մայրիկներին պետք էր խորհուրդ տալ շատ արագ անցնել այդ հոլովակի ամբողջ տունը կավով պատրաստված իրեր էին պատկերացրում 4-ով պատրաստում էին, Ինչպես եք կարողանում օրը կազմակերպել երեխաների հետ, հատկապես հայրիկի եւ դստեր հարաբերություններն են Նենսի ու Արշակի շատ հետաքրքիր, գեղեցիկ ու կողքից հետևելը շատ լավ էմոցիաներ է տալիս։ Այո, իհարկե, Հիմա նրանք տանն են, թե հիմա մանկապարտեզում են, ողջունում ենք դայակ դաստիարակներին եւ երեխաներին ու շնորհակալություն հայտնում, որ մենք այսօր այստեղ ենք։ Նաեւ իրենց շնորհիվ, որ օրվա մեծ մասը երեխաները անց են կացնում մանկապարտեզում, շատ որակյալ ժամանակ են անցկացնում այնտեղ։ Իսկ եւս շաբաթ-կիրակին, որը վստահված են մեր երեխաները մեզ, մենք փորձում ենք լցնել եւս հետաքրքիր իրենց առօրյան, այո, այդ կավագործությունը նաեւ Արշակի ոնց ասեմ, միտքներ, նախաձեռնություններ, այո, պատվիրեց այդ ամբողջը ինչ պետք է։ Ես ասում եմ, ոնց նոր ենք վերանորոգել տունը, բա որ վնասեմ պատերը, բան, ասեց հանգիստ, ամեն ինչ մտածված է, փռում ենք ծածկոց եւ ամբողջ նոմեկ փռեցինք ծածկոցը ու հանգիստ աշխատեցինք։ Շատ հավես էր, թերապիայի նման մի բան էր, երեխաները ոգևորվեցին, զարմացան, այդ ոնց տենց եղավ, որ մենք կարող ենք սենց բան մեզ թույլ տալ նաեւ տանը։ Ու մի խոսքով պահը բաց չթողեցինք, վերցրեցինք կամերաները, ես նկարեցի իրենց երեքով, իրենք Արշը նկարեց ինձ երեքով, առանձին կադրեր արեցինք, ճիշտ է 4-ով որևէ տենց կադր չստացվեց, բայց շատ սենց հաջող նաև ֆոտոներ ստացվեցին ու միտքը փոխանցեցինք նաև հետևորդներին։ Հիմա Արշակ ուր հասանք, կպատմեք։ Ես արդեն ճիշտ ասած աղցան եմ պատրաստում, այդ առավոտյան Խնդիր թարմություն։ ունեմ, իմ հացը չի կարմրում, բայց դե լավ։ Առավոտյան թարմություն աղցանն է, ուրեմն կտրատում ենք վարունգը։ Թարմության հետ կապ ունեցող
Հա, դու արդեն անցար աղցանին։ Հա, ես ես արդեն պատրաստել եմ, կարող ես հացիկների վրա դնել ու զարդարել քո ցանկացած ձևով։ Օգտագործում ենք սպանախը, միջայլոց շատ մարդիկ սպանախը պատկերացնում են միայն տապակած, էփած կամ ինչ որ ձև պատրաստված։ Բայց ասեմ սպանախը շատ առողջարար հատկություն ունի թարմ վիճակում։ Իրան սպանախով կարող եք լրիվ փոխարինել հազարի տերևները, ինքը տենց սպეციფიկ համ չունի, այսինքն որպեսզի դուք մտածեք, որ սպանախի դառնա համ կգա կամ բան, չկա տենց բան։ Ինքը շատ թարմ խոտ է, ավելի հյութալի է, քան հազարի տերևները։ Դրա համար օգտագործում ենք սպանախ, նախ եւ առաջ իր օգտակար հատկություններն ավելի մեծ են ու շատ են, քան հազարի թերթիկներինը։ Հենց մի քիչ էլ կարող են անեն։ Զոտ էս Պոչիկների հատվածները հեռացնում ենք, շատ հեշտ ձևով։ Դա իմ ամենասիրելի հատվածն է, գիտես չէ։ Թարմի ժամանակ իր մեջ է պարունակում։ Իր մեջ ճիշտն ասած հենց այդ դառնությունն է պարունակում, դրա համար մենք հեռացնում ենք, թողում ենք տերևիկները։ Տերևիկներն կտրատում ենք որոշ չափով մի քիչ խոշոր ենք անում, որ հարմար լինի հետո ուտելը։ Այսպես, վարունգը կտրատեցինք, սպանախը կտրատեցինք։ Մեզ պետք է լինելու լայմի հյութը նույնպես։ Ես պատկերացնում եմ ինչքան հաճախ են ընկերները այցելում ձեզ հյուր։ Այո, մենք սիրում ենք հավաքույթներ կազմակերպել մեր ընկերների համար, հատկապես հիմա նոր ենք տեղափոխվել մեծ ավելի բնակարան ու ունենք հնարավորություն նաև կրակի, դրսում կրակ անելու ու դա շատ հետաքրքրացնում է նաև մեր երեկոները ռացիոնը սննդային, որտեղ հաճախ ենք օգտագործում իզարմանս մեզ, տենց հավես ասում ենք մի հատ կրակ անենք, մի հատ բան խորովենք։ Կրակի վրա պատրաստենք։ Հա, այդպես։ Ամենակարևոր բաղադրիչներից մեկը Դու ի սկզբանե շեշտեցիր, որ այս կարմիր բողկը շատ կարևոր է։ Ինքը հատուկ ձևով պետք է պատրաստվի, ուղղակի ասեմ, ուղղակի կտրատելու չէ, այսինքն որ կտրատում են, ինքը հետո այս ամեն ինչի հյութը չի քամում իր մեջ, իրան պետք է ջարդենք։ Կարող եք թե այսպես դանակի միջոցով։ Սխտորի նման։ Այսպես ջարդում ենք, տեսեք այս տեսքն ունի ինքը ջարդած։ Կանենք մի հատ այսպես կտրատենք ու գցենք իր մեջ։ Իսկ եթե այսպես sense կտրատենք, sense ցույց տամ ուղղակի ձեզ։ Ինքը այսպես սիրուն է, բան չէ, այդ հիշում եք որ դուք ասեցիք տեսքը սիրուն բան, sense սիրուն է, բայց sense ինքը այս ամբողջի համը իր մեջ չի ներառում, դրա համար ավելի համով է այսպես օգտագործելը։ Առավոտյան sense ամեն ժամանակ եք խնայում, չեք կտրատում։ Մուրը հանում ես, Բայց երազներ եք տեսել, առավոտյան աղցան պատրաստեք։ Այո, կարմիր բողոք ու սկսում ենք։ Լղջել բողկերին։ Իհարկե ես հասկանում եմ, թե ինչու Արշակը մինչ օրս խոհարարական նաև կոնտենտ չի ստեղծել բովանդակություն իր սոցիալական հարթակներում ժամանակի սղության պատճառով, բայց կարծում եմ, որ բոլոր այն խորհուրդները, որով հիմա կիսվում ես մեր հեռուստադիտողների հետ, շատ կարևոր են եւ օգտակար ու հեռուստադիտողները նաև մենք կփորձենք կիրառել խոհանոցում։ Իսկ որտեղից ես սովորել այսքան Արշակ։ Ինչը կտրատելը, պատրաստելը թե խոհարարական հմտությունները, գիտելիքները։ Ինձ թվում է իմ մեջ ուղղակի եղել է այդ ամեն ինչը ի սկզբանե, դրա համար միշտ սիրել եմ պատրաստել, խոհանոցում ժամանակ անցկացնել առհասարակ։ Միշտ տարբեր փորձարկումներ եմ արել, 14-15 տարեկանում տարբեր տեսակի թեյեր էի հավաքում, մրգերի ինչ-որ կեղևներ էի չորացնում, թեյ պատրաստում, տենց հատուկ իմ համար դա ինչ-որ ոչ մեկ չթունավորվեց։ Լրիվ ուրիշ բաներ։ Դե զարմանում են իհարկե տենց բաներ նախասիրությունների վրա, բայց ես ինքս չցանկացա, որովհետև ես սիրում եմ պատրաստել իմ հարազատների համար, տանը իմ համար եմ սիրում անգամ պատրաստել ու չգիտեմ շատ խոհարարներ իրենց պատրաստածը չեն սիրում ուտել, բայց իմ մոտ հակառակը լրիվ ես սիրում եմ թե պատրաստել, թե իմ պատրաստածը ուտել։ Դրա համար ես անգամ պայմանավորված որ խոհարարները պատրաստում են ինձ միշտ թվում է որ նրանք այդ բոյերի ներքո այդ ամեն ինչի իրենց աչքը տեսնում է արդեն ընթացքում աչքը տեսնելով եւ այդ բոյերը զգալով կշտանում ինձ էլ այդպես թվում որ հենց այդ է պատճառը որ իրանք ուղղակի սկսում են անգամ չեն համտեսում իրանց պատրաստածը վստահ լինելով որ հաստատ համով է լինելու այդ նույն պատճառով էլ մենք ավելի քիչ ենք նկարվում օրինակ քան մեր հաճախորդները երևի թե։ Բայց վստահ եմ հիմա կարող ենք արդեն կադրում էլ տեսնել այո, իդեպ արդեն բրուսկետան պատրաստ է, ես մի փոքր զարդարեցի նաև բալզամիկ սոուսով։
Այո, սկզբից վերցրել էի ավելի ջրիկը, փոխեցի ու այսպեսի սիրուն բրուսկետաներ ստացվեցին, շատ հագեցնող ու կարևորը սպիտակուցով լի, որը մեզ տալիս է էներգիա օրվա մեջ, այո, օգտակար ու հուսամ սիրում եք, որտեվ պետք է փորձեք Անպայման պետք է փորձել, իհարկե թունայի համը կվստահենք Ռուբենին այսօր, ես կփորձեմ աղցանից, եթե դեմ չես։ Ոնց կասես։ Ես այս վերջերս եմ սկսել ձուկ ուտել, բայց ես արդեն ուտում եմ։ Ես արդեն ուտում եմ։ Իմիջայլոց շատ ցենց իրան ձկան տեղ մի դրեք։ Ինքը իհարկե հաձուկ է, բայց ինքը շատ ավելի հարուստ է, քան հավի միսը օրինակ։ Ինչեմ օրինակ սա նախաճաշի համար շատ հարմար ու շատ կարևոր բան է։ Ինքը ամբողջ օրվա ձեր վիտամին D-ի եւ վիտամին B կոմպլեքսի պաշարն է, որը որ իր մեջ ներառված է, հա, այդ ամեն ինչը։ Աղցանի մասին չի խոսքը գնում, հա, ինձ խոսքը գնում է ֆիլեի մասին, թունայի ֆիլեի կոնսերվա վիճակի մասին, հա։ Ինքը բավականաչափ էներգիա է ձեզ տալիս ամբողջ օրը առույգ լինելու համար։ Ինձ թվում է լավագույն տարբերակն է, շատ թեթև է, ծանրամարս չի, այսինքն։ Շատ արագ է պատրաստվում։ Շատ արագ է պատրաստվում ու չի պահանջվում ձեզնից ինչ-որ ավել ուժ գործադրելու կամ ինչ-որ ավել ժամանակ ծախսելու իր վրա։ Զուտ հացիկները պատրաստում եք ու սկսում եք շարը գրել։ Հա, շատ հեշտ է լինում ու արագ։ Զարդարելը կարակ տանիք։ Կարելի է պարզապես արագ ուտել։ Ես անում եմ, որովհետև պետք է ստորե անեմ առավոտյան բարելույս, դրա համար սիրուն ձևավորում ենք։ Հիանալի։ Շատ լավ եք անում։ Ինչն անում եք շատ գեղեցիկ։ Ու ցույց ենք տալիս։ Մենք կարծես աղցանն ենք ավարտում, հա։ Այո, աղցանն ենք կարծես թե ավարտել։ Մնում է խառնել եւ համեմունքը։ Մնում է ամենավերջի ինգրեդիենտը, քանի որ այսօր ապրիլի 1-ն է։ Ես բերել եմ ինձ հետ։ Չարկատակ։ Ինչ եք բերել։ Հավատում չէ։ Ինչ եք բերել։ Սա իսկապես անակնկալում է հեռուստակում։ Հիմա ճիշտ բան դուրս։ Ուրիշ բան չմտածեք։ Բերել եմ հետս խոշոր աղ։ Հատուկ իմ կողմից պատրաստած աղա, սա սովորական աղ չի։ Իհարկե ես միշտ գաղտնիք եմ պահում իմ ընկերներից, բայց այսօր հանրային եթերում էքսկլյուզիվ, բացառիկ ես բոլորին ասեմ ինչա իր մեջ ներառված։ Բայց ո՞նց եք դուք սարքել։ Ասեմ, ամեն ինչը առանձին կարող եք դուք գնել խանութից, հետո բոլորը իրար հետ խառնում եք, ինչ-որ սիրուն տարեի մեջ եք պահում ու ամենտեղ կարողանում եք իրան օգտագործել, թե ձուկ պատրաստելուց, թե խորոված պատրաստելուց, համեմելուց, թե անգամ աղցանի մեջ օգտագործելուց, եթե համեմունքներ սիրում եք։ Կոնկրետ այս աղի մեջ, ես ինչ եմ ասում աղի մեջ, որովհետև իր հիմքը խոշոր աղն է, իրականում ես այդքան կողմ չեմ այս աղին, որովհետև իր աղիության աստիճանը շատ մեծ է, համեմատած խոշոր աղի։ Խոշոր աղը համեմատած մանեցված աղի ավելի օգտակար առողջությանը, ի տարբերություն։ Համեմատած էլի։ Համեմատած։ Հա։ Այս աղի մեջ ուրեմն ներառված է խոշոր աղ, հետո արշակ։ խոշոր աղ, չորացրած նանա, եւ Դա հետաքրքիր էր։ մեկ վարքյան։ Եվ չաման։ Չաման, Այո, նանա, խոշոր աղ, նանա եւ չաման։ եւ դա տենց հրաշալի համ է։ Այո, ինքը շատ հրաշալի համ է տալիս, իրան պետքա ուղակի խառնեք, թողեք, ինքը բույրով անգամ շատ համով փոխանցում է ու աղիության աստիճանը այդքան մեծ չի, ինչքան որ մարդիկ կարիք են ունենում։ Իդեալական տարբերակը փոխարինել սովորական աղը այս աղով, կարող եք դուք ինքներդ տունը պատրաստել, քանի որ թե առողջարարա, թե Եվ թե համեղ։ Եվ թե կարող ենք զարմացնել հյուրերին։ խառնում ենք, հա, մեր հյուրերը զարմանում են, մեկ-մեկ ասում են, այդ ինչ է։ Արդեն վերջին գործողություններն ենք անում։ Այո, խառնեցինք աղցանը, հասանք մատուցելու պահին։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչքան արագ ու ինչքան կարևոր ամենայն դեպս գործողություններ մենք այսօր արեցինք խոհանոցում, պատրաստեցինք աղցան, հեղինակային աղցանը Արշակի կողմից, որի համար մեզ պետք է կարմիր բողոք, պետք է մեզ վարունգ, պետք է մեզ սպանախի թերթիկները, թարմ սպանախի, որովհետև այն
վերջամասերը կտրեցինք, գցեցինք մի կողմ, էլ ինչ էր պետք, լայմ, քամեց այնտեղ կարծես թե լայմ։ Եվ յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված աղ, որը իր մեջ ներառում էր ոչ միայն խոշորաղ, այլ նաև նանան, չամանը ու արշակը պատրաստել իր հետ բերել էր եւ արեց բացահայտումներ եթերում առաջին անգամ հուսանք ընկերները չեն նեղանա, որ նրանց չէիք պատմել մինչ օրս եւ այս գաղտնիքը իմացանք միասին բոլորով։ Իսկ այդ ընթացքում Արուսիկը նաեւ պատրաստեց հետաքրքիր բրուսկետաներ, թունը համեմված ձկով։ Թունայի ֆիլեով։ Որտեղ շատ կարևոր էր, այո, կան այլ տեսակ, որտեղ որ մի քիչ ջրային հատվածը շատ է, ջրիկ է ստացվում։ Մեզ հենց մաքուր, այսպես հենց ինչպեսին որ կա, այդ ֆիլեն է հարկավոր։ Նա այսպես պատարակաղով կարողացան նրան ավելի այսպես մանրացնել, հետո արդեն հացին քսել, հացը մի քիչ տապակեցինք։ Արուսիկը սպասում է կարևոր պահին։ Հա, կարևոր պահն է։ Կարևոր պահն է, կունժուտով զարդարում ենք մեր աղցանը, այսպես է սովորացրել, ինչ ճիշտ եմ անում։ Այդպես Կունջուտն է կարծում եմ պատահական չէ։ Instagram-ով։ Ահա, եւ մեր աղցանը նույնպես պատրաստ է։ Գեղեցիկ, առողջ, համեղ ու ամենակարևորը շատ արագ պատրաստվող բաղադրատոմս նախաճաշի համար։ Դե, շատ շնորհակալություն ձեզ, նախ որ ժամանակ գտաք ու ձեր առավոտը մեզ հետ կիսեցիք, այնել այսքան օգտակար ու առողջարար։ Շատ շնորհակալություն նաև ձեզ, որ մեզ հետևեցիք, անպայման այս ամենը գրի առեք ու այսօր փորձեք պատրաստել, վստահաբար մենք շատ շուտով կփորձենք նաև կիսվենք տպավորություններով ձեզ հետ, բայց մենք արդեն չփորձած վստահ ենք, որ շատ համեղ է ամեն ինչ եղել։ Շնորհակալ ենք Մենք անչափ։ շնորհակալ։ Ձեզ օրվա լավ տրամադրություն, շարունակություն Ձեզ նույնպես եւ բարի ախորժակությամբ կհավանենք։ հենց հիմա մենք շտապում ենք փորձելու, իսկ այդ ընթացքում շարժվենք առաջ փոքրիկ ընդմիջումից հետո վստահ եմ կլսենք նաև երաժշտություն։ Անպայման։